Նախագահ Վահագն Խաչատուրյանը Սուրբ Աթոռ կատարած աշխատանքային այցի ընթացքում Հռոմի Սուրբ Նիկողայոս հայ-կաթողիկե եկեղեցուն կից Լևոնյան վարժարանում հանդիպել է Տանն Կիլիկիո կաթողիկե հայոց կաթողիկոս պատրիարք ամենապատիվ եւ գերերջանիկ Տեր Ռաֆայել Պետրոս 21-րդ Մինասյանի եւ վարժարանի սաների հետ։ Հանդիպման ընթացքում նախագահ Խաչատուրյանն անդրադարձել է Հայաստանի ներքին ու արտաքին ընդհանուր իրադրությանը, առկա հիմնախնդիրներին եւ վերջիներիս լուծման նկատմամբ հայաստանյան իշխանությունների որդեգրած սկզբունքներին։ Նախագահն ընդգծել է, որ ներկայումս Հայաստանն ունի հստակ դիրքորոշում տարածաշրջանում խաղաղության հասնելու եւ հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու հարցերի շուրջ։ Հանդիպման ավարտին նախագահն անմիջական մթնոլորտում պատասխանել է ներկաներին հուզող հարցերին։ Հայաստանը Կիպրոսին առաջարկել է համագործակցության աստիճանը բարձրացնել ռազմավարական գործընկերության մակարդակի։ Կիպրոսի ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դմիտրիուն իր հերթին դրական է արձագանքել այս առաջարկին։ Կիպրոսի ներկայացուցիչների պալատի նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Նա հայտնել է, որ Դմիտրիուի հետ հանդիպմանը քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող տարբեր հարցեր։ Մեր կողմից նաև առաջարկ է եղել բարձրացնել մեր համագործակցության աստիճանը ռազմավարական գործընկերության մակարդակի եւ Տիկին Դմիտրիուն իր կողմից դրական է արձագանքել այս առաջարկին, ասել է Սիմոնյանը։ Կողմերը քննարկել են երկու երկրների համագործակցությունը նաև տարբեր միջազգային հարթակներում։ Ազգային ժողովի նախագահն ընդգծել է, որ Դմիտրիուն Հայաստանի ամենավառ, ամենաարտահայտված ընկերներից է միջազգային հարթակներում։ Այն միջազգային հարթակներում, որտեղ իմ գործընկերը ներկայացված է, ունենք երկու խոսափող, ինչի համար Տիկին Դմիտրիուին եւ մեր բարեկամ Կիպրոսին շատ շնորհակալ եմ։ Հայաստանը նույնպես մշտապես Կիպրոսի եւ Կիպրոսի ժողովրդի կողքին է, վստահեցրել է Սիմոնյանը։ Մայիսի 19-ին Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին եւ Պաշտպանության հարցերով կցորդ գնդապետ Խրիստոս Արսենյուին, տեղեկացնում են Պաշտպանության նախարարությունից։ Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հունաստան համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաեւ ամփոփվել են Սուրեն Պապիկյանի Հունաստան կատարած աշխատանքային այցի արդյունքները։ Զրուցակիցները դարձել են նաև տարածաշրջանային եւ միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի։ Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքյանի հետ։ Այս մասին հայտնում է Անվտանգության խորհրդի Facebook-յան էջը։ Հանդիպան ընթացքում զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման դինամիկ ընթացքը եւ կարեւորել ակտիվացված երկկողմ փոխայցելությունները։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը իր ջերմ ողջույններն է փոխանցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Թեհրանում անցկացված միջազգային երկխոսության համաժողովում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ Զանգեզուրի Միջանցք կոչվող նախագծի մասին քննարկում չկա։ Իրանական լրատվական գործակալությունը մեջբերում է Գրիգորյանի խոսքերը, համաձայն որոնց Հայաստանը երբեք չի օգտագործել Միջանցք տերմինը եւ նման ձևակերպում չկա քննարկումների օրակարգում, բայց մենք խոսում ենք այն մասին, թե ինչպես կարող ենք բացել տարածաշրջանային հաղորդակցությունները, խաղաղություն եւ կայունություն բերել տարածաշրջան եւ նպաստել զարգացմանն, ասել է Գրիգորյանը։ Նա անդրադարձել է նաեւ խաղաղության խաչմերուկ հայեցակարգին, այն ներկայացնելով որպես տնտեսական ենթակառուցվածքների զարգացման ծրագիր։ Մինսկի սրտում հավատացյալ հայերը վեհաշուք աղոթատեղի ունեն։ Հանդիսավորությամբ դռներն է բացում Բելարուսում կառուցված առաջին հայկական եկեղեցին Սուրբ Գրիգոր Լուսավորիչը։ Այն օծվում է ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II հանդիսապետությամբ։ Եկեղեցու օծմանը ներկա է Գագիկ Ծառուկյանը ընտանիքի հետ։
Բելարուսի հայ համայնքի խնդրանքով Գագիկ Ծառուկյանը դիմել էր նախագահին։ Ալեքսանդր Լուկաշենկոն արձագանքել էր մեծ պատրաստակամությամբ։ Նոր եկեղեցին դառնալու է հայ համայնքի հոգևոր կենտրոնը։ Օծման հանդիսավոր արարողությանը ներկա են նաև հոգևորականներ, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Տեր Եզրաստ arczepiskopos Ներսիսյանը, դիվանագետներ, Մինսկի քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, հանրային և քաղաքական գործիչներ։ Այսօր շատ կարևոր օր է մեր հայ համայնքի համար, որ այսօր հայ համայնքը Բելոռուսիայի ունի կենտրոն, աղոթատեղ, հավաքատեղ եւ ամենակարևորը այսօր, որ այս եկեղեցում ավելի շատ հարսանիքներ լինեն, նորաստեղծ ընտանիքներ լինեն, կնունքներ լինեն, որ մեր հայությունը, հայ համայնքը Բելոռուսիայում շատ կուր, միասնական համայնք է, որ նրանք կարողանան մեր հայկական ավանդույթները պահպանեն։ Հայ համայնքը միասնական դիմել էր ինձ, որ կարողանան Մինսկում ունենան եկեղեցի, հայկական առաքելական եկեղեցի։ Եվ ես դիմեցի նախագահային խնդրանքով եւ նա անմիջապես հանձնարարեց, որ հատկացեցին հողատարածք եւ տվեցին թույլտվություն, որ եկեղեցին կառուցվի։ Եվ այսօր տեսնում եք քաղաքի կենտրոնում շատ հոյակապ, շքեղ, լավ տեղում կառուցվել է եկեղեցին։ Ես ուզում եմ ամբողջ հայ համայնքի կողմից եւ իմ կողմից մեր խորին շնորհակալություն հայտնել Ալեքսանդր Գրիգորիչին, որն անմիջապես աջակցեց, հնարավորություն տվեց, որ հայ համայնքը ունենա իր աղոթատեղը։ Փառք ու պատիվ իրեն, եւ իմ ցանկությունը մեկն է, որ թող այս եկեղեցին պահպան լինի մեր երկրների, մեր ժողովուրդներին։ Թող միշտ խաղաղություն լինի, երջանկություն լինի, Աստված թող պահպան լինի մեր բոլորին։ Սփյուռքում եկեղեցին մեծ դեր ունի հոգևոր ու ազգային արժեքների պահպանման համար։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը Բելարուսի հայ համայնքի նոր ու կարևոր հանգրվանն է դառնալու, որ աղոթք հնչեցնեն առ Աստված ու չհեռանան հայկական արմատներից։ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը ակնկալում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կստորագրվի, որքան հնարավոր է շուտ։ Այս մասին ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը։ Կովկասում կան որոշակի դրական տեղաշարժեր։ Խոսքը Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության բանակցությունների ավարտի եւ երկու երկրների միջև միջպետական փաստաթղթի տեքստի համաձայնության շուրջ համաձայնության մասին է։ Մենք հույս ենք հայտնում փաստաթղթի հնարավորինս շուտ ստորագրման համար եւ ակնկալում, որ դրա իրականացումը ճանապարհ կհարթի Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության համար, ասել է նա ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում։ Հայաստանի Հանրապետությունը չի քննարկում Ռուսաստանի ռազմաբազան հանրապետության տարածքից հանելու հարցը։ Ազգային ժողովի ճեպազրույցների սրահում հայտարարել է խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը։ Լրագրողների հարցին, թե խաղաղության համաձայնագրի այն կետը, որում ամրագրված է սահմանին երրորդ ուժերի ներկայության բացառումը, կարող է դիտարկվի նաև Ռուսաստանի Դաշնության ռազմաբազայի հարցը, Սիմոնյանը կրկնել է ժխտողական պատասխանը, նշելով, որ այդ կետում խոսքը գնում է սահմանների մասին, այլ ոչ թե Հայաստանի տարածքում գտնվող ռազմաբազայի։ Դիտարկմանը, որ Ադրբեջանը կարող է պահանջել Հայաստանի բոլոր սահմաններին երրորդ երկրների ներկայության բացառումը, ԱԺ-խոսնակը ասել է, դա աբսուրդ է, նման բան չի քննարկում եւ նման բան չի էլ կարող քննարկվել։
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 15-ին հերթական հանդիպումն է ունեցել գտնվելու վայրն անհայտ անձանց ընտանիքների անդամների հետ։ Այս անգամ պաշտպանն ընդունել է 2023 թվականի սեպտեմբերի 19-ից 20-ին ռազմական գործողությունների, ինչպես նաև 23 թվականի սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով գտնվելու վայրն անհայտ անձանց հարազատներին։ Հանդիպումը կրել է խորհրդապահական բնույթ։ Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ հարազատների կողմից բարձրացված մարդու իրավունքներին առնչվող եւ հումանիտար հարցերը գտնվում են իր անմիջական ուշադրության ներքո։ Մանդատի շրջանակներում շարունակվելու են տարվել համապատասխան աշխատանքները։ Պաշտպանը ընդգծում է, որ իրավասու մարմինների կողմից շարունակական քայլեր պետք է ձեռնարկվեն գտնվելու վայրն անհայտ անձանց ճակատագրերը պարզելու, ինչպես նաև նրանց հարազատների բոլոր իրավունքների երաշխավորման ուղղությամբ։ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության հակահետախուզության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների եւ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողների հետ փոխգործակցության արդյունքում բացահայտվել է անօրինական միգրացիայի կազմակերպման հերթական դեպքը։ Մասնավորապես, պարզվել է, որ ԱՀ-ն դեռևս չպարզված անձի հետ նախնական համաձայնությամբ խմբի կազմում շահադիտական նպատակով 22,000 ԱՄՆ դոլարի դիմաց 2024-ից 2025 թվականների ընթացքում կազմակերպել է ՎՔ-ի անօրինական միգրացիան, այն է Շենգեն համաձայնության երկրներ մուտքի եւ գտնվելու պատշաճ թույլտվություն ստանալու համար դեռևս չպարզված հանգամանքներում իրացնելու նպատակով այլ անձի հետ նախնական համաձայնությամբ խմբի կազմում պատրաստել է վերջինիս կողմից Dani Group սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության աշխատակից հանդիսանալու եւ Հայէկոնոմբանկ բաց բաժնետիրական ընկերությունում բանկային հաշիվ ունենալու վերաբերյալ իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր հավաստող եւ իրավունք վերապահող բովանդակությամբ կեղծ փաստաթղթեր, որոնք փոխանցել է ՎՔ-ին, ով դրանք ի թիվս այլ փաստաթղթերի ներկայացրել է Հունաստանի Հանրապետության դեսպանատուն, ինչի հիման վրա վերջինիս տրամադրվել է Շենգենյան համաձայնության երկրների մուտքի թիվ 01061835 արտոնագիրը եւ նա 2024 թվականի դեկտեմբերի 25-ին օգտագործելով հիշյալ կեղծ արտոնագիրը առանց սահմանված փաստաթղթերի եւ պատշաճ թույլտվության հատել է Հայաստանի Հանրապետության պետական սահմանը եւ մեկնել Հայաստանի Հանրապետությունից, նպատակ ունենալով այն օգտագործել հետագայում ԱՄՆ մուտք գործելու համար։ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից ներկայացված առերևույթ հանցանքի մասին հաղորդման եւ կից ներկայացված համապատասխան փաստը հավաստող նյութերի հիման վրա Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում իրականացվել են քննչական եւ վարութային այլ գործողություններ։ Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա քննիչի միջնորդությամբ հսկող դատախազի կողմից որոշում է կայացվել ԱՀ-ի նկատմամբ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին եւ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը 2 միլիոն ՀՀ դրամ գրավը եւ բացակայելու արգելքը։ Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի սահմանադրական կարգի հիմունքների եւ հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում։ Իրականացվում են քննչական անհրաժեշտ գործողություններ եւ օպերատիվ հետախուզական միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները հանցավոր խմբում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու եւ նրանց նկատմամբ քրեաիրավական ներգործության միջոցներ կիրառելու համար։ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին արտերկիր մեկնելիս եւ վերադառնալիս զերծ մնալ անօրինական միգրացիայի գործընթացներում ներգրավվելուց, բացառել կեղծ փաստաթղթերի օգտագործումը եւ խոշոր գումարների տրամադրումը նշված գործընթացներն անօրինական եղանակով կազմակերպող անձանց։ Ծանուցում հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են հանրապետության տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Ստեփան-Ծմինդալարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Հիդրոթերապևտաբանության եւ մոնիտորինգի կենտրոնից հայտնում են հանրապետության տարածքում մայիսի 20-ից 21-ին կեսօրից հետո առանձին շրջաններում 24-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Մայիսի 22-ից 23-ին սպասվում է առանց ստեղումների եղանակ։ Քամին հարավ-արևմտյան 2-ից 5 մետր վարկյան, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-ից 20 մետր վարկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։